Բարև ձեզ սիրելի երկրորդ դասարանցիներ, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Մայրենիից այսօր մենք կանցնենք կորած օրը դասը։ Այս դասին դու կամրապնդես գործողություն ցույց տվող բառերի իմացությունդ։ Կիմանաս, թե երբ է օրը կորչում։ Կհասկանաս, թե ինչպես պետք է կազմակերպել քո օրվա գործերը։ Շատ բան կարող է կորչել, օրինակ դրամը, գրիչը, գլխարկը, նույնիսկ օրը։ Այստեղ երեխաների հետ մի փոքր զրուցում ենք, փորձում ենք տեսնել երեխաները ինչ են հասկանում, երբ ասում ենք կորավ օրը։ Երեխաների դատողությունները լսելուց հետո նայում ենք նկարազարդմանը, փորձում ենք գուշակել, թե ինչ է անում երեխան յուրաքանչյուր նկարում։ Ցույց է տալիս, որ քիշք է կաշտում։ Ներկում է ծառի հունը, որպեսզի միջատները չփչացնեն, որդերը չփչացնեն պտուղը։ Գնում է խանութ, գնումներ է կատարում, օգնում է մայրիկին, հետո պատմում է, թե ինչ է արել եղբորը։ Լավ, հիմա սկսենք կաշտալ դասը։ Արթուրի եղբոր մոտ եկավ նրա ընկերը։ Նա գլխարկը նետեց մի կողմ և դժգոհ ձայնով ասաց. «Ամբողջ օրս կորավ»։ Երբ ընկերը գնաց, Արթուրը եղբորը հարցրեց. «Ինչպես կարող է օրը կորչել, միթե բոլոր օրերը մեկ չեն»։ «Այո, ժամանակի տեսակետից բոլոր օրերը մեկ են», պատասխանեց եղբայրը, «բայց նրանք տարբեր են լինում ըստ գործի։ Այն օրը, որի ընթացքում մարդ ոչ մի օգտակար գործ չի արել կամ ոչինչ չի սովորել, կորած օր է»։ Դրանից հետո Արթուրը քնելուց առաջ եղբորը պատմում էր այն ամենի մասին, ինչ արել էր օրվա ընթացքում, և միշտ հարցնում էր. «Այսօրվա օրը կորած չէ՞»։ Հետաքրքիր դաս էր, չէ՞ երեխաներ։ Արթուրի մեծ եղբոր ընկերը եկավ իրենց տուն, գլխարկը նետեց։ Նետել ինչ է նշանակում։ Գցել, շպրտել։ Երբ են նետում գլխարկը, երբ մարդիկ դժգոհ են, անտրամադիր են, բարկացած են, ինչ-որ բանից բարկացած էր։ Ամբողջ օրս կորավ, տեսեք ասում է տղան, ամբողջ օրը կորել է։ Օրը ոչի թաքնվել, գնացել ինչ-որտեղ մոլորվել։ Այ հիմա բացատրում է եղբայրը, թե ինչ է նշանակում ամբողջ օրը կորչել։ Երբ ընկերը գնաց, Արթուրը եղբորը հարցրեց. «Ինչպես կարող է օրը կորչել, միթե բոլոր օրերը մեկ չեն»։ Եվ եղբայրը բացատրում է, որ ժամանակի առումով բոլոր օրերը ունեն 24 ժամ, բոլոր օրերն ունեն առավոտ, ցերեկ, երեկո, գիշեր։ Մանրամասը թվում ենք դրանք և հետո ասում եղբոր բացատրությունը կաշտում, որ եթե դու օրվա ընթացքում ոչ մի լավ բան, ոչ մի լավ գործ չես արել կամ ոչինչ չես սովորել, կորած է քո օրը։ Հիմա երեխաներին հարց ենք տալիս, այսօր քո օրը կորած է եղել, թե ոչ։ Երեխաները թվում են ինչ լավ բան են արել, ինչ են սովորել, ինչ բարի գործ են կատարել։ Խրախուսում, որպեսզի երեխաները մեկը մյուսին օգնեն, մեծահասակներին օգնեն, փոքրերին սիրեն և խրատեն, ինչու՞ չէ նաև շատ գիտելիքներ ստանան։ Ամենավերջում պարզում ենք, որ մենք բոլորս մեր օրը չենք կորցրել, քանի որ լավ ենք սովորել և բարի գործեր ենք կատարել։ Սովորում ենք աչքի առաջ պատուհանիկի բառերը. ընթացք, չէ, օժանդակ բառն է, դիմացը չն ավելանում է, ուղղագրությունը չի փոխվում, չէ։ Անցնենք հաջորդ էջի առաջադրանքներին։ Այն առաջադրանքները, որոնք կան աշխատանքային տետրում, ես աշխատանքային տետրով կբացատրեմ, հիմա նրանք, որոնք չկան։ Մրցույթ ենք կազմակերպում դասարանում, նայում ենք նկարներին և ասում ենք, թե այս առարկաներով ինչ կարելի է անել։ Օրինակը գրված է, մկրատով կարելի է կտրել, տարբեր բաներ պատրաստել, որպես կարգին կարելի է օգտագործել մկրատի մի ծայրը դնել, մյուսով պտտեցնել, շրջանակ գծել, շրջանակից գծել։ Հետո կարելի է որպես ցից խրել, հետո կարելի է որպես պտուտակահան օգտագործել։ Նայում են երեխաները ցանկացած նկարի, օրինակ թմբուկով թվում են, թե ինչ կարելի է անել թմբուկով։ Այստեղ շատ կարևոր է, որ երեխաներն արտահայտեն իրենց մտքերը։ Առաջադրանք 3-ը մենք ունենք աշխատանքային տետրում, առաջադրանք 4-ը տրված առածներից որ մեկը կընտրեիր դասանյութի վերնագիր։ Հիմնավորիր ընտրությունդ։ 3 ասացված կա գրված, տեսնենք, որ մեկն ենք ընտրում որպես դասագրքի մեր դասի վերնագիր։ Այսօրվա գործը վաղվան մի թող։ Ժամանակը ոսկի է, ամեն ինչ իր ժամանակն ունի։ Ըստ էության երեխաներին թողնում ենք ընտրությունը, բայց նկատում ենք, որ 3-ն էլ կարելի է օգտագործել որպես մեր դասի վերնագիր։
Սովորեցնում ենք երեխաներին գնահատել եւ ճիշտ տնօրինել ժամանակը, որպեսզի այն չկորցնեն։ Առաջադրանք 5-ը կարդում ենք շուտ ասելուկը եւ դիտում ենք տեսահոլովակը QR կոդի միջոցով եւ արտասանում ենք։ Ժամը ժամից անցել է, տես ժիրժիրայրը քնած է դեռ։ Հիմա երեխաներ Ž տարի վերաբերյալ շուտ ասելուկներ, որը ինչքան արագ ասեք, այդքան ձեր միտքը ավելի ճկուն կլինի եւ խոսքը ավելի հստակ։ Կարդում ենք հանելուկը եւ գուշակում ենք։ Ոչ ոք նրա տերը չէ։ Նա գնում է, մերը չէ։ Հազար թևով չվում է, իսկ մեզ միայն թվում է։ Խոսքը ժամանակի մասին է։ Առաջադրանք 7-ը երբ ընկերը գնաց, ինչ հարցրեց Արտուրը եղբորը, արտագրիր այդ տողերը։ Նկարելուկը մենք միասին կանենք աշխատանքային տետրում։ Ամենասկզբում գրում ենք պարտադիր բառացանքի բառերը ընթացք եւ չէ։ Առաջադրանք 2-ը թվարկածներից որոնք ես դու կատարում դպրոցից տուն գնալուց հետո գրիր հեշտականությամբ։ Ես համարակալել եմ եւ հեշտականությամբ դասավորել եմ ձեր օրվա ընթացքում կատարելի գործերը։ Լվացվում եմ, ճաշում եմ, խաղում եմ դրսում, դասերս եմ պատրաստում, նկարում եմ, օգնում եմ մայրիկիս, գիրք եմ կարդում, խաղում եմ տանը, ընթրում եմ եւ ամենավերջում հեռուստացույց եմ դիտում։ Սրանք հեշտականությամբ գրելուց հետո ասում ենք առաջադրանք 3-ին։ Ուշադիր դիտիր դասանյութի նկարազարդումը, գտիր գործողություն ցույց տվող բառերը եւ գրիր։ Սրանք այն բառերն էին, որոնք մենք ամենասկզբում կարդացինք։ Երեխան դաս է կարդում, ներկել, կարդալ, խնամել, գնել, օգնել, պատմել, հարցնել։ Սրանք բոլորը գործողություն ցույց տվող բառեր են եւ պատասխանում են ինչ անել հարցին։ Առաջադրանք 4-ը։ Երբ ընկերը գնաց, ինչ հարցրեց Արտուրը եղբորը։ Այս նախադասությունը արտագրենք։ Ինչպես կարող է օրը կորչել, միթե բոլոր օրերը մեկ չեն։ Առաջադրանք 5-ը կարդում ենք, թե ինչ նախադասություն է պատկերված նկարելուկով։ Ž, աման, ակ, ը, ստացվեց ժամանակը, կարակ բառից կնհանում ենք առաջին տառը, արագ, թրջում բառինն են փոխում ենք մելով, դառնում է թրջում, ժամանակը արագ է թրջում, այո, պետք է ժամանակին հետևել եւ ամեն ինչ ժամանակին կատարել։ Առաջադրանք 6-ը առարգացույց տվող բառերից պետք է ստանանք գործողություն ցույց տվող բառեր։ Նետ, նետել, ծաղիկ, ծաղկել, սանր, սանրել, մաղ, մաղել, բահ, բահել, բահել նշանակում է փորել, կծիկ, կծկել։ Եվ առաջադրանք 7-ը լրացնել նախադասությունները դասից քաղած իմ պտուղները։ Ինչ հասկացանք այս դասից երեխաներ։ Ես հասկացա, որ ամենակարևորը ժամանակը ճիշտ օգտագործելն է։ Ես կանեմ բոլոր գործերս ժամանակին եւ չեմ կորցնի ոչ մի րոպե։ Ես կարևորեցի ժամանակը ճիշտ տնօրինելը եւ օգտակար բարի գործեր կատարելը։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։